Ռուսաստանցի օլիգարխը կհրաժարվի Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիություններից միայն այն դեպքում, եթե նրանք հաղթեն ընտրություններում։ Սրա մասին այսօր հայտարարել է նրա թիմակիցը, դե ինքը անձամբ չի հայտարարել, որովհետեւ ենթադրում եմ նորմալ խոսել չգիտի հայերեն կամ ընդհանրապես նորմալ խոսել չգիտի, բայց դա մի կողմ։ Ավելի դիպուկ հնարավոր չէր նկարագրել այս մարդուն եւ նրա թիմը, քան այս հայտարարությամբ։ Որտեւ ինչ է ստացվում, մեկը տարիներ շարունակ գնացել դուրս ապրել, երկու այլ երկրի քաղաքացիություն ընդունել, մեկ էլ եկել է ասում է ինձ ազգովի ընտրեք, եթե ընտրեք կհրաժարվեմ այս մյուս քաղաքացիություններից, չեք ընտրի կգնամ հետ իմ կալուգան։ Ավելի անլուրջ վերաբերմունք Հայաստանի ժողովրդի նկատմամբ հնարավոր չէր ուղղակի ցուցաբերել։ Գիտեք որն է տարբերությունը Սամվել Կարապետյանի ու ասենք իմ, լավ իմ չէ, մեր Բաբկեն Թունյանի պայմանական հարևան Պողոսի։ Պողոսը ընդամենը ունի Հայաստանը, ինքը պլան B չունի։ Պողոսը երբ որ Հայաստանում պատերազմ է, գնում է պատերազմ։ Երբ որ Հայաստանում սով է, Պողոսը մնում է սոված։ Երբ որ Հայաստանում տնտեսական վատ իրավիճակ է, Պողոսը լինում է վատ իրավիճակի մեջ։ Երբ որ Հայաստանում տնտեսական զարգացում է ապրում, Պողոսն էլ է տնտեսական զարգացում ապրում։ Պողոսի երեխաները գնում են Հայաստանում դպրոց, մեծանալու են Հայաստանում գնալու են բանակ, լինելու են միայն Հայաստանի քաղաքացի։ Մեր ժողովուրդը չի կարող ունենալ առաջնորդ, որի համար Հայաստանը պլան B է։ Իսկ Սամվել Կարապետյանի համար նույնիսկ պլան B չի, պլան G, որովհետև պլան A-ն Ռուսաստանն է, պլան B-ն Կիպրոսն է, պլան G-ն նոր Հայաստանն է։ Դե պլան D-ն էլ չհաղթելու դեպքում հետ դեպի հայրենի կալուգա։ Մենք իրեն հայրենի կալուգա կուղարկենք, հարցը դա չի, չնայած դա էլ դատարանը պիտի ցույց տա, թույլ տա, եթե խափանման միջոցը փոխի, հարցը դա չի։ Հունիսի 7-ին 0 ձայն պիտի ստանան Քոչարյանն ու երկու օլիգարխները։ Հայաստանը քաղաքական գաստրոլյորների չի տալու իր ղեկավարումը։ Գիտեք, որ Տաշիր Սամոն միանգամից 3 երկրի քաղաքացիություն ունի, Հայաստանի, Ռուսաստանի, Կիպրոսի քաղաքացիություն ունի ու դրա բերումով չի կարող լինել Հայաստանի Հանրապետությունը ոչ падգամավորի տեխնացու, ոչ վարչապետի տեխնացու, ոչ падգամավոր, ոչ վարչապետ։ Բայց այնուամենայնիվ նրա թիմը ինչ որ երազներ է տեսնում ու ասում որ նա մեր տեխնացուն է, նա մեր տեխնացուն է, այսօր հարցազրույց է տալի նրա եղբոր տղան Նարեկ Կարապետյանը, լրագրողը հարցնում ասում է լավ չի պատրաստվում հրաժարվի գոնե հիմա եթե այդքան ասում եք տեխնացու ինչ ասի որ լավ է ասում դե ընտրություններում հաջողության պարագայում կհրաժարվի իսկ նախ պարզա որ չի հրաժարվի որտեղ ընտրություններում հաջողություն նրանք չեն ունենա բայց սա դեռ մի կողմ էլի սա վերաբերմունք է այսինքն տենց այնքան թքած ունի ու այնքան վերևից է նայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության այնքան վերևից է նայում Հայաստանի Հանրապետության քաղաքացին որ կկպնի կհրաժարվեմ, չի կպնի, չեմ հրաժարվի, հիմա ինչ է եղել, որ կորցնելու ինչ կա, որ հենց է սա, մարդը պատրաստ չի անգամ երկու հատ քաղաքացիությունից հրաժարվի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում թեկուզ ավելի պակաս հակասահմանադրական եղանակով ինչ-որ բան առաջադրվի։ Բայց դե բարինենա, որ սահմանադրությունը թույլ չի տալիս նրան ոչ մի բանի թեկնածու լինել Հայաստանի Հանրապետություն։ Կանսերվայի բանկաներ Սերժակ Քոչարյանը Կարապետյանական իշխանության տարիներին մեր զինվորների պաշտպանության հիմնական միջոցը այս կանսերվայի բանկաներն էին։ Իսկ գիտեք ինչա կառուցվում հիմա Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով ինչ ամրաշինական կառույցներ, ինչ ամրոցներ են կառուցվում մեր զինվորների պաշտպանության համար առհասարակ։ Այս բունկերային հսկա համակարգը մեր ամրաշինական շրջաններից ընդամենը մեկն է։ Գետնի տակ շատ քիչ երևացող մակերեսով։ Ամբողջությամբ կառուցված երկաթբետոնե հաստ կոնստրուկցիայով, զինվորների համար բոլոր հարմարություններով, տեսահասկման ժամանակակից, գերժամանակակից համակարգերով։ Մեր զինվորները հիմա պաշտպանված են։ Մենք տեսեք ուղղակի սրա մասշտաբները։ Տեսեք մեր զինվորների պաշտպանվածության աստիճանը։ Տեսեք սա։ Տեսեք ու համեմատեք կանսերվի բանկաների հետ։ Ու ձեզ թվում է, որ Սերժ Սարգսյանը կամ իր աշխատակազմի ղեկավար Տաշիր Սամոյի եղբայր Կարեն Կարապետյանը չէին կարող նման բաներ սարքել, նման պաշտպանական կառույցներ սարքել։ Ինձ թվում է կարող էին, բայց ինչ չեն սարքել, ինչ չեն կառուցել, ինչ չեն պաշտպանել մեր զինվորներին։ Եվ որտեվ փողը ծախսելու ավելի կարևոր տեղեր ունեին։ Կիսվեք տեսանյութով, սա պիտի բոլորը տեսնեն։ Սիրելի հայրենակիցներ, շատ ուրախալի լուր։ Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան մինչև 10,000 դրամով,
ընդ որում առանց հետվճարի։ Եվ հիմնականում 10,000 դրամով, քանի որ ցածր կենսաթոշակ ստացող մեր սիրելի տատիկ-պապիկների կենսաթոշակը կավելանա հենց 10,000 դրամով։ Ինչու է սա կարևոր, որովհետև վերջին օրերին ես շատ էի խոսում տնտեսական աճի մասին եւ մի շարք ընդդիմադիրներ, ֆեյքեր մտնում էին եւ գրում էին. հայ ինչ, մեզ ինչ, ժողովրդին ինչ։ Տեսակ ինչ, տնտեսական աճի արդյունքում մոտ 600,000 մեր սիրելի տատիկ-պապիկների կենսաթոշակը ապրիլի 1-ից կավելանա 10,000 դրամով կամ հիմնականում 10,000 դրամով։ Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս։ Բարելույս բարեկամներ, ինչպես հավանաբար արդեն հասցրել եք տեղեկանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից, ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրանալու են եւ ես ուզում եմ մի քանի բարձաբանում ներկայացնել, թե ինչպես։ Մեր կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որի մեջ էական դեր ունի հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որը այս պահին 24,000 դրամ է, այն բադառնալու է 34,000 դրամ, այսինքն բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24,000 դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34,000 դրամը ներառյալ եւ հետեւաբար բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10,000 դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որը այս պահին 36,000 դրամ է եւ հետեւաբար այն դառնալու է 46,000 դրամ։ Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը, դա այն կենսաթոշակն է, այսպես ասած, որ վճարվում է այն քաղաքացիներին, որոնք ունեն բավարար աշխատանքային ստաժ, այսինքն դրանից ցածր կենսաթոշակ կամ ծերության նպաստ չի լինելու։ Բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամների համար, ինչպես նաև միջին ծանր եւ խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար համապատասխանաբար 10,000 դրամ։ 36, 37.5 եւ 39,000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46, 47.5 եւ 49,000 դրամ։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները, այստեղ սակայն բանաձևը մի փոքր այլ է եւ որոշ դեպքերում տարբեր չափ է բարձրանալու, քանի որ երկու փոփոխական կա։ Միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8,000-8,500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 10,000-ից ավել, ընդհանուր մինչև 15,000 դրամ, որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր, որովհետև նրան այդ կենսաթոշակներ արդեն իսկ բավական բարձր են։ Միջինը մոտ 100,000 դրամի շրջանակներում է այս կենսաթոշակները։ Բարձրանալու են նաև մնացած որոշ մեր քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք թվով ավելի փոքր են, կերակրողին կորցնելու կենսաթոշակ եւ այդպես շարունակ։ Եվ ապրիլի 1-ից ըստ էության բոլորը ստանալու են այդ տարբերակով եւ այս ամենը չհաշված հետվճարը, որի հնարավորությունը մնում է կենսաթոշակների եւ նպաստների 20%-ի չափով, առավելագույնը 10,000 դրամ եւ հետեւաբար յուրաքանչյուր քաղաքացի ըստ էության իր կենսաթոշակը կարող է բարձրացնել բացի այս 10,000 դրամ բարձրացումից եւս մինչեւ 10,000 դրամով, դրանով իսկ նաեւ խրախուսելով, որպեսզի ստվերի շրջանառությունը փոքրանա եւ պետական բյուջեն մեծանա, որը որ նորից դառնալու է կենսաթոշակ։ Մենք իհարկե էլի խոսենք սրա մասին, կբացատրենք մանրամասները, լավ օրեմ բոլորի ցանկանում, առողջ եղեք։